Ողջույն։ Այսօր մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է։ Հայկական տոնացույցում մեր ազգային տոներից միայն մայիսի 28-ն է, որը դեռևս սրանք չեն պախարակել։ Շատ կարևոր է օրվա ճիշտ գնահատումը։ Վերջին տարիներին բազմաթիվ ճակատամարտերում պարտված Հայաստանում հունիսի 7-ը վճռական ճակատամարտի օր է։ Այսօր Հայաստանի առաջին հանրապետության օրը ստացանք մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտության հերթական դեպքը։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը աջակցություն է հայտնել Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում։ Երբ որևէ երկրի ղեկավար բացահայտ աջակցություն է հայտնում մեկ այլ ինքնիշխան պետության ընտրություններում առաջադրված կոնկրետ թեկնածուի կամ քաղաքական ուժի, դա կոշտ դիվանագիտական ու քաղաքական քայլ է։ Ազդեցություն է հասարակության ազատ կամ արտահայտության վրա։ Արտաքին խաղաղացողն ասում է, որ ՔՊ-ի արտաքին քաղաքական կուրսը ծրագրերը լիովին համընկնում են Միացյալ Նահանգների ազգային տարածաշրջանային շահերի հետ։ Դա ազդակ է ոչ միայն Հայաստանի ընտրողներին, այլև հարևան եւ այլ պետությունների։ Իսկ այս տարածաշրջանում ո՞րն է Միացյալ Նահանգների շահը։ Ընդդեմ Իրանի, ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Այսա ազդակ է։ Այս իշխանությունը դրան համահունչ է աշխատում։ Փաշինյանի իշխանությանն անթույլատրելի աջակցություն են հայտնել նաև Եվրամիությունը, Թուրքիան, Ադրբեջանը, այսինքն այս մարդը այդ բոլորի շահերի սպասարկողն է Հայաստանում։ Կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե եթե Նիկոլը ընտրվի, Հայաստանը կունենա հզոր արտաքին դաշնակիցներ, տնտեսական աջակցություն, անվտանգային հավելյալ երաշխիքներ։ Սուտ է, որովհետև նրանց շահերում դա չկա։ Իհարկե Միացյալ Նահանգների Նիկոլին աջակցությամբ առանձնապես մտահոգվել չի կարելի։ ԱՄՆ-ն համոզված եմ, մեր վրա չի կարող ունենալ այդ ազդեցությունը, Թրամփն էլ հեղինակություն վարկանիշ այդ, որ այսպես ասած եղանակ փոխի։ Իհարկե այս ընտրություններում Նիկոլի հաղթանակի համար դաշտ է նետվել ողջ արսենալը։ Ներսում ոստիկանությունը, դատախազությունը, վարչական հսկայական ռեսուրս է գործադրվել, պետհիմնարկներն են օգտագործվում անխնա, ահաբեկում են մարդկանց, համացանցում միլիարդներ են ծախսում ընդդիմադիրների հակագովազդի վրա։ Տեսնում են, սա չի օգնում Փաշինյանին հաղթել։ Գումարվում է դրսից արդեն թվարկածս երկրների աջակցությունը։ Դա էլ չի օգնում։ Բաժանում են պետական ընտրակաշառք երևացող բաներ, թոշակների ավելացում, վարորդական վկայականների վերականգնում, ձրի մաքսազերծում, 65+ անձանց անվճար վիրահատություններ եւ այլն, որոնք առաջ չէր արվում։ Էլի կարծես սա էլ չի աշխատում։ Սպառնում է հիմա էլ, թե եթե ինձ չընտրեք պատերազմ կլինի, դա էլ չի աշխատում։ Հարցումները հօգուտ Փաշինյանի չեն։ Ու հիմա դաշտ են նետել բոլոր զենքերը։ Պարադ են անում։ 8 միլիարդ դոլար ավելացրել են պետական պարտքին, ասում են զենք են կառել։ Ամեն ավտոմատի հետ մի հատ էլ Վիլիս են առել, որ այդ ավտոմատը տեղափոխի շատերևա։ Շարքով անցնում են։ Հասկանում ես, որ այդ 8 միլիարդը մսխված փող է։ Բացի այդ, այդպես էլ անհասկանալի մնաց սրանց օրոք պարադի իմաստը։ Սովորաբար ինչ նպատակ ունեն ռազմական շքերթները։ Դա քաղաքական, հոգեբանական, ռազմավարական գործիք է։ Ռազմական շքերթի գլխավոր նպատակը ուժի ցուցադրումն է պոտենցիալ հակառակորդներին, միջազգային հանրությանը, արտաքին զսպումը։ Դա հստակ ուղերձ է առ այն, որ երկիրը ունի բավարար ռազմական պոտենցիալ իր շահերը, սահմանները պաշտպանելու համար։ Մենք դիտում ենք սրանց ուժի ցուցադրությունը, այսպես ասած, եւ հարցեր են առաջանում։ Բա ինչ է մինչև հիմա 240 կիլոմետր օկուպացված։ Բա որ այսքան զենք ունես, ինչ են քո քաղաքացիները Բաքվի բանտերում։ Բա որ այդքան զենք ունես, ինչու է ինչ պահանջում Ադրբեջանը տալիս ես ու ասում, որ պատերազմ չլինի։ Բա որ այդքան զենք ունեիր, ինչու քո բերած 3 պատերազմում էլ պարտվեցիր։ Պարտված ղեկավարի ռազմական շքերթը ես չեմ հասկանում, չեմ ընկալում։ Հանձնող ղեկավարի արած շքերթը ես չեմ կարող հասկանալ։ Ռազմական շքերթները ներքին լսարանի համար ծառայում են որպես հայրենասիրության, միասնականության, ազգային հպարտության գործիք։ Նիկոլի պարագայում դա ընդամենը ծառայեց որպես նախընտրական գործիք։ Ռազմական շքերթի նպատակներից է նոր սպառազինության, տեխնոլոգիաների ներկայացումը։ Կուզենայի իմանալ, թե դրանք
ձեռք եք բերել, որ ինչ անեք։ Ասում ես, սարի գլխին որ ձյուն կա, մեր ինչին է պետք։ Մեզանից օկուպացված տարածքները զենքով հետ չենք բերելու։ Բայց ինչի համար են այդ զենքերը։ Կարող է վերջնանպատակը էլի առանց կրակելու Ադրբեջանին հանձնելն է։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո հիշեցնեմ, Բաքվում ցուցադրված պարադին Հայաստանից խլած ռազմավարը ավելի շատ էր, քան սրանց այսօր ցույց տվածը։ Այս պարադը ինձ հիշեցրեց 20 թվականի օգոստոսը, որ մեկ դիրք առաջ տալուց հետո Սարդարապատում տոննախմբություն արեց, ցփնեց մեդալներ, 2 ամիս հետո զենքերը առանց կրակելու հայտնվեցին Բաքվում։ Զորահանդեսը անվտանգություն չէ։ Այդ սպառազինություն ցուցադրողը մեր զենքերը օգտագործել է մեր տարածքները հանձնելու համար։ Եվ ուրեմն ինչն է խանգարում, որ դարձյալ հանձնի։ Ժողովուրդը նայում է շարքով անցնող սիրուն զենքերը զինվորներին, երևի ոչ էլ գիտի, որ զենքը ինչի համար է, ու իրեն պետք էլ չէ որ իմանա, կարևորը իր պաշտպանվածության զգացումն է, բայց քո պարագայում չկա այդ զգացումը, ինչ էլ ուզում ես ցույց տուր, դու հանձնում ես բոլոր դեպքերում։ Վաղը այդ զենքը չի տանելու, չէ Տիգրանաշենի պաշտպանության համար, ասել է հանձնելու է։ Վերջ, խոսակցությունը ավարտվեց։ Այն զենքը ավելի շուտ դուք ընդդիմության վրա կկրակեք, քան թշնամու վրա։ Երեք ձեր նախարարը ընդդիմությանն էր համարում թշնամի իր ելույթում։ Ասում եմ մենք բանակի վրա ավելի ենք ծախսել, քան նախկինները, բայց տասնյակ զորամասեր, զորանոցներ եք հանձնել, հարյուրավոր դիրքեր, հազարավոր խրամատներ, զենք ու զրահ եք հանձնել, բայց իհարկե պետք է ծախսեիք։ Ձեր ծախսածը բանակը զարգացնելու համար չէ, ձեր կորցրածի մի չնչին մասը վերականգնելու համար, ու վստահաբար այն թիվը չեք ծախսել, որ ասում եք։ Նիկոլի պարադից մեզ մնաց միայն երթևեկության կաթվածահար լինելը, միլիոնավոր դրամների վառելիքի անիմաստ կորուստը, պետական բյուջեի միջոցների անիմաստ փոշիացումը, բանակը ընդամենը օգտագործվեց որպես նախընտրական ատրիբուտ, ինչպես որ պետական ռեսուրսն է տանում հավաքի ուսուցիչ, դաստիարակ, գյուղապետարանի աշխատող եւ այլն, այսօր էլ տարավ զինվորներին։ Կարճ ասած, չգիտեմ թե ինչեր են մոկոնելու իրենց քարոզարշավի համար, այս մնացած մի շաբաթի համար, բայց ակնհայտ է, որ այս պարադը եւս չի օգնելու Փաշինյանին, ինչպես որ չօգնեցին դրսի աջակցությունները, կաշառքի տպավորություն թողնող զանազան պետական աջակցությունները։ Մարդիկ պարզապես հոգնել են 2 ժամկետ փնթի ու վատագույն ձևով կառավարած Նիկոլից ու չեն ցանկանում նրան տեսնել 3-րդ ժամկետում։